երբ Լավրովը եկել գնացել է, պարտադիր կրակել են։ Այսինքն անհնարին է, որ Ռուսաստանի կողմից որևէ այցելություն լինի ու չկրակեն։ Եսի նկատի ունեմ դա։ Մինչև Լավրովի գնալ գալը չէին կրակել։ Նախկինում էլ բազմաթիվ դեպքեր կան, թե Աշնանը անցած տարվա, թե Գարնանը, որ ռուսական որոշակի շփումներից հետո, երբ Ռուսաստանի արտգործնախարարությունը հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահի եւ արտգործնախարարի հետ, որից հետո զրուցել են Ֆիդանի հետ հեռախոսազրույցով կամ ուղիղ կապով, ու դրանից հետո հայտարարությունները կարծես սինխրոն են եղել։ Նորից օրեր առաջ կներեք 2 ամսից ավելի արդեն սահմանին կրակում է Ադրբեջանը Սյունիքի ուղղությամբ եւ դա արդեն ով գա գնա կարող ենք ասել Ֆրանսիայի նախարարն է եկավ գնաց կրակում է, բայց այդ կրակոցը անկախ նրանից ով է գալիս ով է գնում կրակոցը կա։ Նարեկ ջան, այդ 2 ամիս կրակոցները որոշակի այսպիսի որոշակի սահմաններում եւ որոշակի ռիթմով են տեղի ունեցել եւ դրանք կապված են եղել աշխարհաքաղաքական որոշակի հայտարարությունների հետ, Լեռնային Ղարաբաղի հետ կապված, Ֆրանսիայում արված հայտարարությունների, չգիտեմ, Լեռնային Ղարաբաղի Արցախայության հետ վերադարձի հետ կապված, վերջի շրջանում, ասենք մոտավորապես 10-15 օրեր կրակոցներ չկային։ Դադարել էին այդ կրակոցները, սա այս 10 օր առաջ ամեն օր ասում էին, որ կրակում են, նրանք հերկում էին, հետո մի 10 օր չէին կրակում, հետո նորից սկսեցին կրակել, հիմա նորից էլի կարող է դադարել, այսինքն Ադրբեջանը ցանկացած արտաքին քաղաքական երևույթ, որում իրեն պահանջներ են դնում, այդ երևույթին հակադարձում է իրավիճակի լարվածությամբ, այսինքն ասելով կամ դուք չեք աջակցում Հայաստանին, կամ եթե աջակցելու եք Հայաստանին, ես նոր պատերազմ եմ անել։ Մեղմ ասած Ալիևի վարած տակտիկան այդպիսին է։ Անձամբ ես չեմ կարծում, որ ինքը նոր պատերազմ կանի, որովհետև նույն ԱՄՆ-ի հետ շփումներում, Եվրոպայի հետ շփումներում, անգամ Թուրքիայի հետ շփումներում իրենք կարևորում են Հայաստանի հետ ընդհանուր առմամբ խաղաղության համաձայնագրի պատրաստ լինելու գործընթացին, բայց ասում են կան որոշակի նախապայմաններ, որոնք պիտի հայերը կատարեն, որից հետո է որ մենք կստորագրենք։ Այսինքն իրենք չեն ասում, որ մենք պահանջ ունենք, որ եթե չկատարեն, այ մենք երկաթե բռունցքով այդ խնդիրը կլուծենք։ 2021 թվականին Ալիևն ասում էր կամ մեղրի միջանցքը տալիս եք կամ մենք երկաթե բռունցքով այդ բացում ենք։ Նույնը 2023 թվականին սեպտեմբերին, երբ որ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը դուրս անեցին, այդ ժամանակ նորից թե Ալիևը, թե Թուրքիան եւ թե Ռուսաստանը, եւ թե Հայաստանում գործող քաղաքական դաշտի ռուսամետ ուժերը պնդում էին, որ նոյեմբերի 9-ի հաստատվի 9-րդ կետով պիտի այդ միջանցքը տա։ Բոլորն էին ասում։ Սկսած ասեմ, այդ առումով նույնիսկ որոշակի լոյալություն պահող խակից։ Բայց թույլ չտվեցին, չեղավ, ինչու՞։ Որովհետև Միացյալ Նահանգների փոխպետքարտուղար Օբրայենը հայտարարեց, որ նման դեպքում Միացյալ Նահանգները կօգտագործի իր ողջ գործիքակազմը։ Այսինքն 2020 թվականից մինչև 2023 թվականը Սյունիքը չի գրավել, Մեղրիով միջանցք չի բացվել, միայն այն պատճառով, որ Միացյալ Նահանգներն ու Եվրոպան դեմ են եղել, որտեղ դրանք կողմ է եղել Ռուսաստանը, կողմ է եղել Թուրքիան, կողմ է եղել Ադրբեջանը։ Այսօր էլ Լավրովը որ եկել էր, նորից խնդրի լուծումը եւ ճանապարհների ապաշրջապակումը տեսնում էր 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի տակ դրած ստորագրությունների հենքում։ Այսինքն իրենք այս այն որ ասում են այ եթե Թուրքիան չլինի Ռուսաստանն է, ես ասում եմ իսկ ինչ տարբերություն Ռուսաստանի ու Թուրքիայի մեջ, քանի որ իրենց երկուսի պահանջն էլ նույնն է։ Կա այստեղ տարբերություն։ Իհարկե չկա։ Ու այն մարդիկ, ովքեր պաշտպանում են Ռուսաստանին, երբեք չեն մեղադրել Ռուսաստանի, թե ինչի նոյեմբերի 9-ի փաստաթղթի այն մնացած 8 կետերը չեն կատարվել։ Ու այսօր 9-րդ կետը միակ լուծումն է։ Չեն մեղադրում Ռուսաստան։ Այս տալիս է այն հենքը, որ սկսես կասկածել այդ մարդկանց հայրենասիրության կամ նրանց մղումների ազնվության առ։
Պարոն Սարգսյան, այս խաղաղության հետ կախոսակցությունների ֆոնին, որ խաղաղություն չի լինելու, պատերազմ է լինելու, պետքարտուղար Ռուբիոն լրիվ այլ բան է ասում, նա նշում է, որ պատերազմի էսկալացիայի ռիսկ կա եւ Վաշինգտոնը փորձում է այն չեզոքացնել, եթե Միացյալ Նահանգներն է այսպիսի բան հայտարարում, այսպես ասած, ինչ կան կարող ենք արխային լինել, որ պատերազմ չի լինելու։ Մարեք ջան, առանց Ռուբիոյի ասելու էլ պարզ է, որ քանի խաղաղության համաձայնագիր չկա եւ անգամ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո էլ որևէ մեկը չի կարող միանշանակ պնդել, որ էսկալացիայի ռիսկ չկա։ Այսինքն բոլորիս համար այդ պարզ է, որ էսկալացիայի ռիսկ կա։ Էսկալացիայի ռիսկ չլինելու համար մենք պիտի կարողանանք առաջին հերթին լինել միասնական, հոգեբանական առումով, երկրորդ առումով հզորացնել եւ մեր բանակը լավ սպառազինություն գնել, հզորացնել երկրի տնտեսությունը եւ ամրացնել մեր սահմանային շրջաններն ու խնդիրները։ Տեսեք, մենք ասում ենք կրակում են այս 3 գյուղերում, ասում ենք ու անցնում ենք ու մոռանում ենք, որ այդ գյուղերում մարդիկ ապրում են։ Մենք գիտենք, որ ելի են կրակելու, քանի դեռ խաղաղություն չի եղել։ Կամ պետություններ, որոնք մշտապես այն նման պատերազմական իրավիճակներում ապրել են երկար ժամանակ, կրակոցների գոյատևել են ու հաղթել են, պիտի նայենք, թե ինչպես են արել։ Եվ այս պարագայում ասենք ինչ անենք, ինչ պիտի անենք մենք, երբ որ իրենք կրակում են։ Անելու բան կա իհարկե։ Առաջին հերթին այդ գյուղերի բնակիչներին պիտի ազատենք բազմատեսակ հարկերից, ջրի վարձից, ու բազմատեսակ հողի հարկից, անգամ էլեկտրոէներգիա եւ այլը պիտի դարձնենք կեսգին, որովհետեւ այդ մարդիկ սահմանապահ են։ Ես օրինակ շատ լավ հիշում եմ 90-ական թվականներին, երբ որ մեր մոտ երասխուն պատերազմ էր, ու երբ որ բլուրը մենք գրավեցինք, բարձրացանք, Սադրակ գյուղում մարդ չկար։ Իսկ Երասխավանում մարդիկ ոչ միայն ապրում էին, այլև Երևանից ու Հայաստանի ծայրամասերից Տաուշից եկած մարդիկ հավաքված էին Երասխի այդ կալցեվոյ ասածում, ուզում էին իրենք էլ բարձրանան ու կռվեն։ Այսինքն, եթե ադրբեջանցի զինվորը տեսնում է, որ իր թիկունքի գյուղացին փախել է, ինքը հասկանում է, որ այդ տարածքն արդեն իրենն է։ Մենք ամեն ինչ պիտի անենք, որ մեր սահմանամետ տարածքում ապրող քաղաքացիները այդ տարածքում լինեն։ Իրենք միայն այն, որ այդտեղ ապրում են, իրենք պիտի վարձատրվեն։ Մենք պիտի այդպես վարվենք։ Մենք պիտի գնահատենք այդ մարդկանց խիզախությունը եւ նրանց առավելություններ տանք ու բացատրենք, որ ամեն ինչ անում ենք արտաքին քաղաքական դաշտում, բանակի վերազինման եւ վերափոխման առումով, Հայաստանի տնտեսության առումով, որ կարողանանք սանձել այդ կրակոցները։ Ինչ վերաբերում է կոնկրետ Ռուբիոյի հայտարարությանը, բնականաբար Միացյալ Նահանգների իշխանությունները, երբ որ պատասխանում են հարցերի, պիտի, երբ որ հարց են տալիս, ինչ իրավիճակ է մասնավորապես Կովկասում, իրենք ասում են, որ այո, լարվածության եւ նոր պատերազմի ռիսկ կա եւ Միացյալ Նահանգները օգտագործում է իր ջանքերը, որ դա թույլ չտա եւ դա այդպես է եղել 2020 թվականից։ Եվ 2020 թվականից իրենք միշտ նույն բանն են ասել ու բարեբախտաբար ու իմ համոզմամբ եւ դա միանշանակ այդպես է, առեսօր կարողացել են ինչ որ առումով մեծ առումով դրա դեմն առնել։ Մասնավորապես միայն այն, որ Մեղրիով միջանցք չկա եւ Ադրբեջանն, Թուրքիան ու Ռուսաստանը չեն կտրել այդ ճանապարհը, որ դա բխում է իրենց ցանկություններից ու առ այսօր անգամ Լավրովով իրենք այդ պահանջում են, որ չեն կարողացել, դրա թույլ չտվողը Միացյալ Նահանգներն են եւ Ռուբիոն էլ դա ասում, որ մենք ամեն ինչ անում ենք, որ նոր լարվածության օջախ չառաջանա, ավելին իրենք ասում են նաեւ, որ օգտագործում են իրենց բոլոր հնարավորությունն ու ջանքերը, որ խաղաղության համաձայնագիրը օր առաջ ստորագրվի։ Ես կարծում եմ, որ Միացյալ Նահանգները նաև շատ լուրջ տնտեսական առաջարկներ է անում Ադրբեջանում, մասնավորապես ներդրումներ էներգետիկ դաշտում, վերջին շրջանում, երբ որ Հայաստան եկավ Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարի
տեղակալի օգնականը եւ Կովկասի գծով պատասխանատուն, իրենք Ադրբեջանում բանակցում էին էներգետիկ խնդիրների առումով, նաեւ ասեմ, որ մի ամիս առաջ էլ Հայաստանում ատոմային էներգետիկայով լուրջ խումբ կարեկած, ու այս գործընթացները թե Ադրբեջանում էներգետիկ խնդիրներում ներդրումներ անելու, թե Հայաստանում ատոմակայան կառուցելու, թե ճանապարհների խնդրի ապաշրջափակման առումով, սրանք այն գործիքներն են, որոնք կարող են բերել խաղաղության, որը իր հետ կարող է բերել փոխգործակցության, որն էլ պատերազմի վտանգը ընդհանուր առմամբ ամբողջությամբ չեզոքացվի։ Կարծում եմ նաև այս համատեքստում էր, որ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ասում էր, որ հայերն ու ադրբեջանցիները շատ արագ իրար մեջ առևտուր կանեն, որովհետև իմ կարծիքով իրենք ավելի տեղյակ են տնտեսական ծրագրերից, ինչ առաջարկում է Ադրբեջանին եւ ինչ առաջարկում է Հայաստանին։ Ինչի մասին չեմ բարձրաձայնում, եւ ես կարծում եմ, որ ճիշտ են անում, որ որոշակի գործընթացներ չեն բարձրաձայնում, որովհետև նույն այդ Ադրբեջանի կրակոցները իմ խորին համոզմամբ հենց այդ բարձրաձայնելու արդյունք են։ Տեսեք, Լավրովը Հայաստանում հայտարարեց, որ Ֆրանսիան Ռուսաստանի թշնամին է։ Եվ Ֆրանսիայի ցանկացած հայտարարություն Հայաստանի մասով կամ Արցախից բռնագաղթած մեր հայրենակիցների մասով վերջին հաշվով Հայաստանի սահմաններում վերածվում կրակոց։ Այսինքն Ռուսաստանի թշնամի Ֆրանսիան թշնամի է նաև Ադրբեջանի եւ ընդհանուր պայմանավորվածությամբ Ֆրանսիայի ցանկացած ասածին այս տարածաշրջանով իրենք պիտի հակազդեն։ Իսկ այսօրվա պարագայում այդ կրակոցների հիմնական պատճառը Ֆրանսիայի հյուպատոսարանը Գորիսում բացելու հետ է կապված եւ Գորիսում նաեւ Ֆրանսիայի օրեր անցկացնելու, մասնավորապես տուրիզմի, կրթության եւ այլնի առումով։ Այսինքն Ռուսաստանն ու Ադրբեջանը Հայաստանի ամենամոտ բարեկամ Ֆրանսիային համարում են իրենց թշնամին եւ դա դրսեւորում են համատեղ համաձայնեցված սահմանների խժդժություններ սարքելու։ Սա իմ կարծիքն է եւ ես սրանում համոզված եմ։ Կրակոցների պատճառով է, որ հյուպատոսարանի կարգավիճակը իջեցվեց, հասցնելով պատվո հյուպատոսի գրասենյակի։ Չեմ կարող պնդել, որ ոչ, չեմ կարող ասել նաև, որ այո, կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները այնպես ինչպես իրենք են պնդում, որդեգրել են փոխլրացման քաղաքականություն կամ բալանսավորման քաղաքականություն, մաքսիմալ զգուշավոր են այդ առումով։ Իրականում ես համարում եմ, որ բալանսավորում չկա, որովհետև այն կապերն ու եղած հնարավորությունները, որոնք ունենք մենք Ռուսաստանի հետ, դրանք բալանսավորման հնարավորություն չեն տալիս, որտեղ մենք հապկում ենք, ԵԱՏՄ-ում ենք, այդ արդեն բալանսավորում չի։ Բալանսավորումից կարող է խոսել Վրաստանը, որը ոչ հապկում է, ոչ ԵԱՏՄ-ում, կարող է խոսել Ադրբեջանը, բայց մերը բալանսավորում չի, մենք հստակ այդ միությունների անդամ ենք, եւ քանի այդ միություններից դուրս չենք եկել, մեր բալանսավորումը որոշակի ձևական բնույթ ունի։ Բայց այդ բալանսավորումից որոշակի քայլեր արվում են դեպի անկախություն, դուրս գալու այդ համատեքստից, ու ես էլ պիտի կրկնենք, որ այո, Հայաստանի Հանրապետության իշխանությունները իրենց նույնիսկ այս սանր իրավիճակներում պատերազմի պարտությունից հետո կարողացել են անել քայլեր, որոնք Հայաստանը իրական անկախության ճանապարհի վրա են դրել։ Այսինքն այսօր Հայաստանի մուտքերը չեն վերահսկում օտարերկրյա սահմանապահները կամ հատուկ ծառայության ուժերը։ Այսօր Հայաստանը կարողանում է սպառազինություն գնել, որտեղից կամենա։ Այսօր Հայաստանը միջազգային հարթակներում կարողանում է քվեարկել այնպես, ինչպես Հայաստանի շահն է թելադրում։ Այսօր Հայաստանը փորձում է միջազգային ներդրողների ներգրավել իր տարածքում ներդրումներ անելու առումով։ Իսկ նախկինում անգամ մեր հարևան Վրաստան տարանցիկ գազամուղ անցկացնելու հնարավորություն չի ունեցել։ Հայաստանի արտգործնախարարությունը այդքան իրենց գոված նախագահների ժամանակ Ռուսաստանի արտգործնախարարության ֆիլիալն է եղել եւ Հայաստանի դեսպանները նայել են Ռուսաստանի դեսպանի աչքերի մեջ մակում, թե ինչպես քվեարկեն։ Այսինքն մենք որոշակի առումով
քայլ առ քայլ գնում ենք դեպի եվրոպական ընտանիք, բայց իմ կարծիքով այդ քայլերը շատ դանդաղ են, շատ զգուշավոր են։ Ես էլի համարում եմ, որ երկու աթոռի վրա նստելը շատ ավելի ռիսկային է, քան այդ բալանսավորման քաղաքականությունը իրական բալանսի բերելու այն ռիսկային քայլերը, ինչից իմ կարծիքով շատ զգուշանում են Հայաստանի իշխանությունները, եւ այո, չէի բացառի հենց ձեր բերած օրինակը, որ կարող է նաեւ այդ կրակոցների եւ այլնի արդյունքում է, որ Գորիսի հյուպատոսարանի ստատուսը որոշակի առումով իջեցվել է, կամ փորձել են էլի բալանսավորեն, քանի որ Ռուսաստանին չեն ուզում հյուպատոսարանի կարգավիճակ տալ կամ կապանուն բացել այդ հյուպատոսարանը, այստեղ էլ կարգ իջեցրել են, որ չասեն այն նրանց տվեցինք, ձեզ չտվեցինք, ինչը ես ճիշտ չեմ համարում, Արեգ ջան։ Ես ամբողջական, եթե անգամ բալանսավորել է, առաջին հերթին հապկից դուրս գալու եւ ռազմաքաղաքական նոր դաշինքներ կա, թեկուզ երկկողմ, եռակողմ դաշինքներ ձևավորելը համարում եմ շատ ավելի քիչ ռիսկային, քան այս համատեքստում մնալը, որտեղ այս համատեքստը նման բալանսավորումը ցույց տվեց, որ 2000 թվականից մինչև 2005 թվականը այս 5 տարիների մեջ մեր անվտանգության կամ նոր պատերազմ չլինելու խնդիրի ռիսկը մնաց նույն չափ, իսկ բանակի սպառազինություն վերազինումը չկարողացանք այս 5 տարիներուն ընթացքում հասցնել այնքան, որ Ադրբեջանը նոր պատերազմ սկսելու պարագայում մտածեր, որ ռազմական առումով լուրջ ռիսկեր կարող է ունենալ։ Իսկ այն առաջարկները, ինչը մենք ենք անում վեկտորի ամբողջական փոփոխության, կարող էին այդ հնարավորությունը ստեղծել։ Գոնե փորձեինք, ստացվեր թե չէ, այս պարագայում չի ստացվում։ Այդ պատվո հյուպատոսի գրասենյակը ինչ է փոխելու Գորիսում եւ ինչու է Հայաստանը մերժում Ռուսաստանին Սյունիքում հյուպատոսարան բացելու հարցում։ Նախ ասեմ, որ այդ հարցին կարելի է պատասխանել այսպես, որովհետեւ երբ որ գալիս էին եվրոդիտորդները, ասում էին գրիչով ու բլոկնոտով մարդիկ ինչ կարող են փոխել Հայաստանի Հարաբերության եւ Ադրբեջանի նման սպառազինության տարբերության պարագայում մեր սահմաններին, պարզվեց, որ գրիչն ու դրոշները որոշակի բան փոխում են։ Իմ կարծիքով խաղացողների թիվը տարածաշրջանում ավելացնելն է, որ մեզ ձեռնատու է։ Ինչու Ֆրանսիային կամ Միացյալ Նահանգներին կամ եվրոպական ցանկացած երկրին այո, իսկ Ռուսաստանին ոչ, այստեղ շատ պարզ է, որովհետև Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան խնդիրների լուծումը տեսնում է նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետով, ինքը եվրոդիտորդներին համարում է անցանկալի եւ հայտարարում է, որ դրանք լրտեսական գործունեություն են ծավալում, ինքը համարում է, որ Հայաստան-Ադրբեջան խնդիրները սահմանազատումը եւ այլը պիտի տեղի ունենա Ռուսաստանի հովանու ներքո եւ Ռուսաստանի միջնորդությամբ, ինքը համարում է, որ Հայաստանը պիտի հրաժարվի արևմտյան, ասենք, ատոմակայաններից, արևմտյան տնտեսական ներդրումներից, պիտի մնա Ռուսաստանի ուղեցրում, այնպես ինչպես սովետական միության ժամանակ էր, կամ մոտավոր մոդելը, այնպես ինչպես Բելարուսն է։ Ես համարում եմ, որ այս մոդելը Հայաստանի ինքնիշխանության վերջն է, այս պարագայում մենք ունենալու ենք նույն են կորուստները, ինչ ունեցանք Լեռնային Ղարաբաղում, որ մի օր էլ ռուսներն Սյունիքում են ասելու, արագ 3 օրվա մեջ դուրս եկեք այս տարածքից, թե չէ թուրքերն ու ադրբեջանցիները մտնելու են այդ տարածքը վերցնեն։ Դրա համար Ռուսաստանի ներկայությունը այդ տարածքում ես համարում եմ անթույլատրելի, որովհետև իրենք մեղրի միջանցքի կողմնակից են, իսկ ինչը Հայաստանի սուվերենության, ինքնիշխանության, աշխարհի հետ կապի, մեր դարպասների դեպի արևելք դարպասների հիմնական հնարավորությունն է, որ իրենք ուզում են կտրել կամ վերցնել իրանց վերահսկողության տակ։ Կատեգորիկ դեմ եմ Սյունիքում ռուսական հյուպատոսություն ունենալուն։ Եվ այդ հյուպատոսության ցանկությունը իրենց ոչ թե օգնության համար է, այլ պարտադրանք։ Իրենք էլ այդ պարտադրանքի ձևով են ներկայացնում, մոտավորապես այդպես թե ուր պիտի կորեք, էլի կամ մենք այդ պիտի դնենք, կամ եթե չդնենք, տեսնեք ձեր հետ ինչ կկատարվի, այսինքն սպառնում են մեզ Ադրբեջանի կողմից նոր պատերազմով կամ Թուրքիայի կողմից նոր պատերազմով, որ Ռուսաստանի ու մեր երկրի Հայաստանի Հանրապետության շահերը հիմա չեն համընկնում, այդ ակնհայտ է,
որ անկախ նրանից ով ուզում է լինի Հայաստանի իշխանությունները, միևնույն է այդ գործընթացները այդպես են գնալու, դա միանշանակ։ Այն մոտեցումները, որ Նիկոլ Փաշինյանը վատ ղեկավար է ու քանի որ հեղափոխական է եւ այլը դրա համար է, այլ գա Ռոբերտ Քոչարյանը ու ամեն ինչ նորմալ կլինի, ես այդ չեմ կիսում, որովհետև բազմաթիվ անգամներ ասել եմ, որ Բաշար al-Ասադը Վլադիմիր Պուտինի ամենամոտ բարեկամներից էր եւ Սիրիայում Ռուսաստանը շատ ավելի լուրջ շահեր ուներ ու շատ ավելի մեծ ազդեցություն։ Լաթակիայում ինքը նավահանգստում ռազմական բազա ուներ, Սիրիայում 2 ռազմական բազա ուներ, իսկ Ասադը մինչև վերջի ժամը նվիրված մնաց Պուտինին, այնպես ինչպես Լեռնային Ղարաբաղի նախկին իշխանությունները Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը եւ ինչ եղավ այդ մարդկանց հետ։ Այսինքն նույն բանը կլինի Ռոբերտ Քոչարյանի պարագայում ու Ռոբերտ Քոչարյանի հետ։ Իզուր են հույսեր կապում, ուղղակի Ռուսաստան-Թուրքիա շահերը եւ Ռուսաստանի այսօրվա դիրքավորումը աշխարհի զարգացման գործընթացներում Հայաստանի Հանրապետության շահերի հետ չի համընկնում։ Հետևաբար մենք պիտի, քանի որ չի համընկնում մեր ճշտամու շահերի հետ համընկնում, մենք մաքսիմում պիտի հեռու մնանք ռուսական որևէ ազդեցությունից։ Կկա ժամանակ, որ կհամընկնի Ռուսաստանի այդ շահերը, այդ ժամանակ միանշանակ կհամագործակցենք։ Կլինեն տնտեսական դաշտում որոշակի ուղղություններ, որտեղ մեր Ռուսաստանի շահերը կհամընկնեն, միանշանակ կհամագործակցենք։ Իսկ հիմա այդ չի համընկնում։ Ու դա կախված չի մարդուց, դա կախված չի երկրի ղեկավարից, դա կախված է աշխարհաքաղաքական հենց այդ մոտեցումներից, որով Ռուսաստանը Թուրքիայով եւ Ադրբեջանով մեզ վախեցնելով փորձում է պարտադրել իր ներկայությունը, բայց իր առաջարկները ոչնչով չեն տարբերվում Թուրքիայի ու Ադրբեջանի առաջարկներից։ Պարոն Սարգսյան, դուք նշեցիք, որ Ֆրանսիայի հետ Հայաստանը համագործակցում է ՀՕՊ համակարգեր ձեռք բերելու հարցով։ Այդ գործարքը դեռ քննարկումների փուլում է, թե արդեն հստակ որոշված բան կա, թե ինչ-որ բան արդեն մատակարարվել է։ Չեմ կարող պնդել, պիտի խոստովանեմ նաև Նարեկ ջան, որ եթե որոշակի տեղեկություն էլ ունենայի, չէի բարձրաձայնի։ Եվս կարծում եմ այդ ճիշտ, բայց իմ կարծիքով գործարքը կնքվել է ավելի շուտ, կարծեմ Պապիկյանի նախորդ Փարիզ այցելության ժամանակ։ Պիտի ասեմ, որ Հայաստանի Հանրապետության բանակի ամենաթույլ տեղը այսօր այդ առումով հակաօդային պաշտպանության համակարգերն են։ Դուք գիտեք, որ մենք Ռուսաստանի հետ ուղիղ պայմանագիր ունենք միասնական օդային տարածքի պաշտպանության առումով, եւ այդ առումով շատ բարդ էր մեզ հակաօդային սարքավորումներ գնելը, քանի որ մենք միասնական ենք Ռուսաստանի հետ, ու այս պարագայում մեր ունեցած նոր բերվող հակաօդային սարքավորումները պիտի միանան ռուսական ընդհանուր ցանցին, թե չպիտի միանան։ Այս ցանցին սա լուրջ խնդիրներ է առաջացնում, եւ այս պարագայում չգիտեմ ինչքան պիտի մենք շնորհակալ լինենք Ֆրանսիային, որ հաշվի չառնելով անգամ այդ հանգամանքը մեզ տրամադրում է նման սպառազինություն։ Այսինքն կարող այդ ՀՕՊ համակարգերը գան ու այդ հայ-ռուսական միացյալ այդ բանի մեջ մտնեն, հա, հակաօդային պաշտպանության։ Իմ կարծիքով Նարեկ ջան, քանի այդ համաձայնությունը, որը մենք ունենք Ռուսաստանի հետ, չի չեղարկվել, տրամաբանությունն ասում է, որ այդպես պիտի լինի։ Իրանք էլ վերցնեն դրանեն իրենց պատերազմները, կամ այս նոր երկածները նրանցից լրիվ անկախ հակաօդային պաշտպանության ծառայություն պիտի մատուցեն, իսկ այդ նշանակում է, որ եթե սա նրանից անկախ գործի, նրանք ուղղակի խանդից ելնելով չեն օգնելու մեզ, այսինքն մրցակցություն առաջանա, կամ այդ երկուսը համատեղ պիտի գործեն։ Ես չգիտեմ, ես չեմ կարող։ Ես դրա համար ասում եմ, որ պիտի մենք հրաժարվենք հապկից եւ պիտի հրաժարվենք համատեղ օդային պաշտպանության Ռուսաստանի հետ ունեցած պայմանագրերից։ Ես չեմ պատկերացնում այդ ինչպես կարող է լինել։ Եթե մտնի դրա մեջ ինչ կառաջանա, որ որևէ զինվորական, որը այդ համակարգի մասնագետ է, ինձ կբացատրի, թե նման դեպքում դա ինչպես է գործել։ Գիտեմ ուղղակի։ Եթե դա նաև ռուսների վերահսկողության ներքո լինեն այդ համակարգերը, դա ինչ խնդիրներ, ռիսկեր կպարունակեն։ Ես կարծում եմ, որ այդ ռիսկերը պիտի հաշվարկած լինեն ֆրանսիացիները, որովհետև այն ինչ իրենք տրամադրում են մեզ,
դրանք բավականին նոր տեսակի սպառազինություն են եւ դա կնշանակի, որ տեխնոլոգիաները ՆԱՏՕ-ի տեխնոլոգիաները տրամադրվում են Ռուսաստանին։ Հետևաբար այս պարագայում համատեղի շահագործումն էլ համարում եմ անհնարին։ Անձամբ ես լուծումները չեմ տեսնում։ Ես որ ցանկացած պարագայում փորձում եմ ելքել լուծումներ գտնել, ես տեսնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը հապկից եւ միասնական օդային պաշտպանության համակարգից դուրս գալուց հետո կարող է ունենալ շատ լավ զենքեր հակաօդային պաշտպանության եւ ոչ միայն ֆրանսիական, այլև Եվրոպայի տարբեր երկրների արտադրության լավ զենքեր, եթե դուրս է գալիս։ Իսկ եթե դուրս չի եկել, այդ ձեր թվակած բոլոր հարցերը ու դրանց լուծումների պատասխան գտնելը օրակարգվում է, որի պատասխանը ես չունեմ։ Դրա համար ես գտնում եմ, որ ճիշտը դուրս գա։ Եվ դուք նշեցիք, որ Նիկոլ Փաշինյանի հետ եք հանդիպել, դա ինչ ֆորմատ է, զուտ երկկողմանի հանդիպում էր, թե էլի այդ ընդդիմադիրների հետ հանդիպման ձևաչափն է վերականգնվել։ Զուտ երկկողմանի ֆորմատի հանդիպում էր, երկար ժամանակ էր չէինք հանդիպել, չէինք զրուցել, կային թեմաներ, որոնք ես մամուլով առաջարկություններ էի արել, մասնավորապես բազմամետաղային հանքավայրերի առումով եւ խոճամբարներում եղած դրանց քանակությունների առումով, երկրորդ այդ բազմամետաղային հանքերի տեղակայման առումով, որը իմ հարցադրությունից հետո վարչապետը պահանջել էր, որ ճշտեն, եւ այդ տվյալները իմ ասած իրականության էին եղել, եւ հիմնականում այդ թեմաներով էր զրուցը, նաեւ տնտեսական առումով շոշափել ենք պերլիտային հանքավայրերի խնդիրները, բազալտաթերերի արտադրության խնդիրների հետ կապված եւ ատոմային էներգետիկայի, մասնավորապես նոր ատոմակայանի կառուցման հետ կապված հարցեր ենք խոսել, քննարկել այս առումով։ Այսինքն զուտ տնտեսական առանց քաղաքականի Հայաստանի զարգացման տնտեսական ուղղվածության հետ կապված խնդիրներին է վերաբերվել մեր զրույցը եւ ես հուսով եմ, որ ելի ենք հանդիպելու, մանավանդ որ այդ ցանկությունը կար, իհարկե ես փորձեցի նաեւ ներքաղաքական թեմաներից խոսել, հիմնականում անվտանգային խնդիրների հետ կապված հարցեր քննարկելու պիտի կրկնեմ նորից, որ վարչապետը իսկապես այդ առումով լրիվ adekvat է գնահատում արտաքին քաղաքական ռիսկերը, սահմանային ռիսկերը, նաև ինչու՞ չէ ներքաղաքական իրավիճակում ստեղծված հանգամանքները Գյումրիի ընտրություններից հետո հիմա տեղի ունեցող զարգացումները, առաջիկա ընտրությունների հետ կապված հնարավորությունները եւ այլն, այսինքն որպես նախկինում համագործակցած կամ միասին դաշինք եղած կուսակցություններում իրար հետ համագործակցած ընկերներ նորմալ զրույց ենք արել։ Ես փորձել եմ ու միշտ փորձելու եմ հնարավորինս օգնել Հայաստանի Հանրապետությանը, պետությանը, նրա իշխանությանը։ Ես տեսնում եմ, որ Ռուսաստանը ջանք ու եռանչի գործադրում ամբողջ աշխարհում իր ազդեցությունը մեծացնելու առումով, իրենք փորձեցին օրինակ Ռումինիայում հասնել իշխանապողության ու բանը հասավ նրան, որ Ռումինիայում նախագահի տեխնացուին ուղղակի արգելեցին ընտրություններին մասնակցելու, իրենք Միացյալ Նահանգներում են փորձել նոր տեխնոլոգիաներով, հակերների միջոցով ազդել ընտրությունների արդյունքների վրա, իրենք նույնիսկ փորձում են որոշակի ֆինանսական աջակցություն ցուցադրել Ֆրանսիայի ընդդիմությանը եւ այդ պատճառով, ասենք, Մակրոնը Լպենին արգելեց ընտրություններին մասնակցելու հնարավորությունից զրկեց, այնպես որ Ռուսաստանը Հայաստանում ունենալով նման 5-րդ շարասյուն, նման ազդեցությամբ քաղաքական լիդերներ, առաջի, երկրորդ, երրորդ նախագահ, հայ առաքելական Սուրբ Եկեղեցի եւ այլը, պլյուս տարբեր, չգիտեմ, ինկուբատորներում բուծվող հասարակական ակտիվիստներ եւ բլոգերներ, այստեղ բավականին բարդ է լինելու դիմակայելը ռուսական այդ ճնշումներին, որ Հայաստանը չհայտնվի Բելարուսի կամ Վրաստանի կարգավիճակում, բայց ես վստահ եմ ու ամեն ինչ անելու եմ, որ դա տեղի չունենա, որ այն խնդիրները ինչ որ
ինչ որ ռուսական ազդեցության ուժերը դնում են իրենց առաջ իրականություն դարձնեն, որովհետև ես համոզված եմ, որ մեր ժողովուրդը հասկանում է, որ նրանց ուզածը Հայաստանի Հանրապետությունը Թաթարստանի վերածելն է, իսկ մեր ուզածը ժողովրդավարությունը պաշտպանելն է։ Պարոն Սարգսյան, նախորդ շաբաթ հրապարակվեց Կովկասյան բարոմետրի անցկացրած հարցումները, որի համաձայն ձեր կուսակցության եւ ձեզ վստահում է հարցմանը մասնակցածների 3%-ը, Նիկոլ Փաշինյանին 15%, 4% Ծառուկյանին եւ Քոչարյանին եւ 2% Սերժ Սարգսյանի Հանրապետականին եւ շուրջ 50%-ից ավելի որևէ քաղաքական ուժի նկատմամբ վստահություն չունի։ Հաջորդ տարին նախընտրական է, այս տվյալներով, նաեւ այս տվյալները հաշվի առնելով, մենք ինչ պատկեր կարող ենք ունենալ։ Երեք հենց այս տվյալները հաշվի առնելով պիտի իրական, քարոզչական ճիշտ աշխատանք կատարվի, ներկայացվի խնդիրներ, որոնք լուծման հնարավորություն ունեն եւ որոնց լուծումը իրատեսական է եւ պիտի փորձվի յուրաքանչյուր քաղաքական ուժ պիտի փորձի հիմնավորել, որ իր ծրագրերը ծառայում են Հայաստանի Հանրապետությանը, ոչ թե երրորդ որևէ երկրի։ Ու այս պարագայում ես համարում եմ, որ ամենաճշգրիտ հարցումները եղել են Հանրապետական ինստիտուտի հարցումները, որի տվյալներով Հայաստանի Հանրապետության բնակչության 58%-ը գտնում է, որ Հայաստանի Հանրապետության զարգացման ուղին եւ տեղը Եվրոպական միությունն է։ Այդ 58%-ի քվեները ես կարծում եմ, որ մի մասը Նիկոլ Փաշինյանի մոտ է եւ մի մասը եվրոպական արժեքներ կրող քաղաքական կուսակցությունների մոտ, այդ թվում նաեւ մեր։ Եվ եթե մենք ճիշտ աշխատենք, մեծամասնություն կվերցնենք։ Իսկ կոնկրետ մենք Հանրապետություն կուսակցությունը առաջին ընտրությանը չի որ մասնակցում է, մենք 2000 թվականից բազմաթիվ ընտրությունների ենք մասնակցել, ես եղել եմ Արդարություն դաշինքի կազմակերպիչ նուջատակովը Ստեփան Դեմիրճյանի շուրջ, հետո ազգային ժողով մտնելով Լևոն Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբում ձևավորողներից մեկը ու դաշինք կազմողը, Ելք դաշինքի կազմակերպողն ու ձևավորողը եւ դաշինքների առավելություններն ու թերությունները դրանցով հանրային սպասում ձևավորելը, դրանց ճիշտ ժամանակի ընտրությունը կամ միանակ մասնակցելու հնարավորության դեպքում ճշգրիտ քայլեր անելու մարտավարությունը գիտեմ։ Եվ ես կարծում եմ, որ այդ խնդիրները կարող են լուծվել։ Երևան քաղաքում էլ երբ որ հարցումներ էին արվում, այն ժամանակ, ասենք այդ անում էր Գելապը, ինքը մեզ տալիս էր 2.2%, բայց մենք 11.3% հավաքեցինք։ Ասեմ, որ իմ ակնկալիքը այդ ընտրություններին 8-9% էր եւ իմ ակնկալածից ավելին հավաքեցինք։ Ես անգամ կուսակցության գրատախտակին գրել էի, թե քանի տոկոս է ակնկալումը որ կլինի, ու այդ անգամ բարեբախտաբար ես սխալվեցի եւ ավել հավաքեցինք։ Ես միշտ ջլատ եմ եղել կանխատեսումների առումով, մասնավորապես մեր կուսակցության մասով, բայց համարում եմ, որ Կովկաս ինստիտուտի այդ տվյալները, ինչը որ կա, բոլորի տվյալները պիտի բազմապատկեն 3-ով։ Մոտավորապես ցուցանիշները կարծում եմ այդ շրջանակներում է լինել։ Շնորհակալություն, պարոն Սարգսյան, հարցազրույցի համար։ Ես եմ շնորհակալ, Արեգ։